դե լիդերի մասին մտածեք ու տեղից էլ վերվեր չթռնեք ելույթների Երևանի ավականու նիստի ընթացքում ծեծկրտուք է եղել, երբ փոխքաղաքապետը ընդդիմադիրներին պատասխանել է փողոցային բառապաշարով։ Արա լսի այդտեղ են դու ես այդտեղ արա, հանգստացու դավայ ստու։ Դուրս գել հետ, կելնես կասեմ քեզ ինչ կլինի, Արմենակ Դանելյան։ Նիստը դադարեցրեք 30 րոպեով։ Գիտեք, մի բան էլ ասեմ։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանում ծեծկրտուքից հետո նման բացի թողի վիճակի համար ներողություն խնդրելու փոխարեն խոսել է ընտրություններում իրենց հաղթանակի մասին։ Փաշինյանի ոճով ընդդիմադիր ուժերին սպառնացել, ասելով՝ մեջբերում կաշիներդ քերթվելու է։ Եթե օրինակ կենտրոնական ընտրական հանձնաժողովը այդ ուժերին հաներ ընտրապայքայից 5 տարի ողբ լաց եւ ոռնոց էինք լսելու այն մասին, որ այդ ընդդիմադիր ուժերը գալու էին, հաղթելու էին եւ մենք դա նրանց թույլ չենք տվել։ Այ հենց այս սենց պետքա ընտրակաշարքով փորձը կատարեիք, գնայիք գլխով պատին խփեիք, գլուխները ջարդեիք ու հիմա էլ կաշիները քերթվելու է։ Բոլոր ընտրակաշարք բաժանողներին է։ Արմավիրի մոտակայքում վառելիք տեղափոխող բենզատարը բախվել է գնացքին։ Դեպքը տեղի է ունեցել ժամը 11:55-ին Դալարիկ կայարանում։ Գնացքին բախվելու հետևանքով մեկ անձ հոսպիտալացվել է։ Քաղաքացին վնասվածք է ստացել գլխի շրջանում։ Վիճակը միջին ծանրության է։ Կյանքին վտանգ չի սպառնում, հայտնել են առողջապահության նախարարությունից։ Քրեական վարույթ շրջանակներում Վաղ առավոտյան իրավապահները խուզարկել են Հայ հեղափոխական դաշնակցության գերագույն մամնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի բնակարանը։ Հայաստան խմբակցության падգամավոր Գեղամ Մանուկյանը հայտնել է, որ իրեն եւ փաստաբան Սերգեյ Հարությունյանին թույլ չեն տվել մտնել ներս։ Քննչական կոմիտեից էլ պարզաբանել են, որ խուզարկություններն իրականացվում են քրեական գործի շրջանակներում։ Ավելի ուշ Սաղաթելյանն է մանրամասներ հայտնել լրագրողներին, նշելով, ըստ իրավապահների խուզարկությունը վերաբերում է ԴՀԿ-ի պարտավորությունները չկատարելուն։ Նաեւ հավելել է, որ առգրավվել են տանը եղած զարդերն ու կանխիկ գումար։ Ես ընդհանրապես կարամ ասեմ, սա հերթական 7 տարիների հերթական հետապնդումն է, հերթական ապօրինի գործընթացն է, ԴՀԿ-ին ներգրավել են մի հատ process-ի մեջ, ԴՀԿ-ին ինչ-որ պահանջներ է ներկայացրել ապօրինի, այդ շրջանակներում դիմել են վարչական դատարան զուտ տարական իրավունքները պաշտպանելու համար։ Այս ընթացքում շատ արագ դատախազությունը գործահարուցել է, ուղարկել է քննչական, վարույթ նախաձեռնել, ասես մի հատ process է։ Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։ Առավոտյան 6:30-ից մինչև առավոտյան 9 Հանրապետության փողոց, Արամի փողոցի Խաչմերուկից մինչև Վազգեն Սարգսյան փողոց, Փավստոս Բուզանդի փողոց։ Առավոտյան 7:30-ից մինչև 10 Խանջյան փողոց, Տիգրան Մեծի պողոտա, Երվանդ Քոչարի փողոց, Ալեք Մանուկյան փողոց, Ավետիք Իսահակյանի փողոց, Տերյան փողոց, Թումանյան, Աբովյան։ Առավոտյան 8-ից մինչև 12-ը Վազգեն Սարգսյանի փողոցը, Բեյրութի փողոցը, Արգիշտի փողոցը, Մաշտոցի պողոտան, Հակոբ Պարոնյան փողոցը, Պրոշյան, Մարշալ Բաղրամյան պողոտան, Մոսկովյան փողոցը մինչև Մաշտոցի պողոտա։ Նշված փողոցների փակման հետևանքով հնարավոր են նաև երթևեկության մասնակի սահմանափակումներ հարակից փողոցներում, այդ թվում Ամիրյան, Խորենացու եւ Գրիգոր Լուսավորչի փողոցներում։ Երևանի Ամիրյան փողոցն այսուհետ կկոչվի Պապ Թագավորի անունով։ Որոշումն ընդունվել է այսօրվա ավականու նիստում։ Նախագիծը ներառված էր չզեկուցվող հարցերի փաթեթում։ Ավականու ընդդիմադիր անդամները փորձել են հարցը զեկուցվող դարձնել, սակայն քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը մերժել է առաջարկը։
Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբականակը հասել է Եվրամիություն։ X-ի իր էջում գրել է Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։ Նա շնորհակալություն է հայտնել Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանին նվերի եւ շատ լավ քննարկման համար։ Նաեւ նշել է, որ սա կօգնի հայ արտադրողներին դիվերսիֆիկացնել արտահանումը եւ բարձրորակ արտադրանքն արտահանել նոր շուկաներ։ Զվարթնոց օդակայանում ազգային անվտանգության ծառայության սահմանապահները 2 հոգևորականի չեն թողել մեկնել Ռուսաստան, տեղեկությունը հաստատել են Մայրաթորից։ Հոգևորականներից մեկին 25-օրյա վարժանքներին մասնակցելու ծանոթագիր են տվել ու այդ հիմքով մերժել նրա մեկնելը։ Թե մյուս հոգևորականին ինչու չեն թողել լքել Հայաստանը, հայտնի չէ։ Նրանք Վորոնեժի եւ Իժևսկի հայկական եկեղեցիների հոգևոր սպասավորներն են։ Պարզվում է մոտ 10 օր առաջ նույն թեմի հոգևորականներից մեկին եւս նույնաբովանդակ ծանոթագիր են ներկայացրել, բայց նա դիմել է կոմիսարիատ եւ կարգավորել հարցը։ Ռուսական Պոբեդա ավիաընկերության Boeing 737-800 տիպի օդանավը, որը հունիսի 22-ին կատարում էր Գյումրի-Մոսկվա չվերթ եւ արտակարգ վայրեջքեր կատարել Մախաչկալայում, փոխարինվել է այլ օդանավով, որն արդեն հասել է Մոսկվա։ Օդանավը Գյումրու Շիրակ օդանավակայանից մեկնելուց մոտ 1 ժամ անց Դաղստանի օդային տարածքում հայտնել էր արտակարգ իրավիճակի մասին։ В открытую заявляя о подготовке своего участия. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Վլադիմիր Զելենսկուն համեմատել է նացիստական առաջնորդի հետ։ Ֆյուրերը է։ Նա նշանակվել է ֆյուրերի դերում ինքնանախաձեռն դիրքից, բայց տեսեք այս կերպարը վարակիչ դարձավ, նշել է գերատեսչության ղեկավարը։ Լավրովի պնդմամբ արևմտյան երկրները ցանկանում են վրեժ լուծել, որպեսզի Ռուսաստանը կապիտուլյացիայի ենթարկվի եւ ստիպված ընդունի Ուկրաինայի միացումը արևմտյան դաշինքներին։ Արտգործնախարարը նաեւ նշել է, որ արևմուտքից հնչող անհապաղ հրադադարի հասնելու ձգտումները իրականում մարտավարական նպատակ ունեն։ Ըստ նրա, դա արվում է բացառապես ռուսական առաջխաղացումը ժամանակավորապես դադարեցնելու եւ Ուկրաինային զենքի ու զինամթերքի նոր խմբականակ մատակարարելու համար։ Իրանական պատվիրակությունը խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի գլխավորությամբ ժամանել է Օման։ Նախատեսված են քննարկումներ Հորմուզի նեղուցում իրավիճակի կայունացման եւ երկկողմ հարաբերությունների ամրապնդման շուրջ։ Այս ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նախատեսում է պաշտոնական այց Բահրեյն, Քուվեյթ եւ Արաբական Միացյալ Էմիրություններ։ Բահրեյնում նա կմասնակցի Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի նիստին։ Ռուբիոն նախատեսում է քննարկել Հորմուզի նեղուցի անվտանգության հարցերն ու համագործակցության նոր հուշագիրը։ Venezuela, by the way, has been amazing. We are Եթե Իրանը չկատարի համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները կամ վատ պահի իրեն, ես կանեմ այն, ինչ պետք է անեմ։ Հերթական սպառնալիքն է հնչեցրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Թե ինչի մասին է խոսքը, Սպիտակ տան ղեկավարը դեռ փակագծեր չի բացել, սակայն բարձ չէ կռահել, որ խոսքը Իրանի վրա ավելի հզոր հարձակման մասին է։ Նրա խոսքով, քանի դեռ իրանական կողմը հարգում է իրենց, մեծահոգաբար չի ուզում օգտագործել վաղ բառը։ Անդրադառնալով Հորմուզի նեղուցի վերաբերյալ հարցերին Թրամփն ասել է, թե լիակատար վերահսկողություն ունեն նեղուցի նկատմամբ։ Մինչդեռ պաշտոնական Թեհրանը շատ վաղուց հայտարարել էր մեծամասամբ վերահսկողություն ստանձնելու մասին։ Իսրայելի եւ Լիբանանի միջև ԱՄՆ-ի միջնորդության բանակցությունների նոր փուլը տեղի կունենա այսօր Վաշինգտոնում, հայտնել է Reuters-ը հղում անելով լիբանանցի պաշտոնյաներին։ Այս բանակցություններում մեր եւ իսրայելցիների միջև վստահության հիմնարար խնդիր կա։ Մենք չենք կարող կատարել նրանց պահանջները, իսկ նրանք մերժում են մեր բոլոր պահանջները, ասել է պաշտոնյան։ Իսրայելն ամերիկյան դրոշի հերթական աստղը չէ, հայտարարել է Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը։ Նրա խոսքով Իսրայելի վարչապետը անկախ ղեկավար է եւ չեն կարող լինել իրավիճակներ, երբ մենք գործենք ինչ-որ մեկի թելադրանքով, նույնիսկ եթե նա իրոք մեր մեծ ընկերն է։ Բեն-Գվիրը բացահայտ անվստահություն է հայտնել լիբանանյան կողմին, նշելով, որ Լիբանանի կառավարությունում կան Հեզբոլլահի հետ կապ ունեցող նախարարներ եւ երկիրը խմբավորման նկատմամբ վարել է թույլ, պտտվող դռների քաղաքականություն։ Իսրայելցի պաշտոնյան նաև հայտնել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ ունեցած զրույցում ասել է, որ այս իրավիճակում լուծումը այսօրվա նացիստների հետ այնպես վարվելն է, ինչպես իրենք են ժամանակին վարվել նացիստների հետ։ تبادل پیام‌ها در خصوص مد همچنان بین ԱՄՆ-ի հետ բանակցություններից հետո մեկնարկել է Իրանի 12 միլիարդ դոլարի ակտիվների ապասառեցումը։ Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ ապասառեցման համաձայնագրի իրականացումը մտնում է գործառնական փուլ։ Դրանից բացի նավերն անվտանգ կանցնեն Հորմուզի նեղուցով, Լիբանանում կստեղծվի հակամարտությունների կանխարգելման խումբ Պակիստանի եւ Կատարի մասնակցությամբ։ Բանակցություններից հետո ստեղծվել են 4 մասնագիտացված աշխատանքային խմբեր՝ պատժամիջոցների մեղմացման,
միջուկային հարցերի, վերակառուցման եւ տնտեսական զարգացման, ինչպես նաեւ մոնիտորինգի հարցերով։